Հայաստանի երկաթուղու վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի ու մի շարք քաղաքական այլ սպանություններ սկսել էին վերագրել Վանո Սիրադեղյանին։ Ներքին գործերի նախարարության առնչվող, ինչպես նաև 96 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում բռնությունների ամբողջ պատասխանատվությունը դրվում էր ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի եւ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի վրա։ Հատկապես 1995 թվականի սահմանադրական եւ խորհրդարանական ընտրություններից հետո, որպես Տեր-Պետրոսյանի ուժային քաղաքական հենարան, Սիրադեղյանն արդեն համարվում էր վարկանիշը կորցնող։ Ի վերջո վիճակը հանգուցալուծվեց Սիրադեղյանի հրաժարականով։ Վանոն իրեն ու իր կառույցը համարում էր բանակի ու մյուս սուպերնախարարի Վազգեն Սարգսյանի հակակշիռը եւ ոչ մեկի համար զարմանալի չէր, երբ 1996 թվականի ընտրությունների ծեծով ու բռնություններով ուղեկցված հետընտրական ողբերգության իշխանության ճգնաժամի պայմաններում Տեր-Պետրոսյանը իշխանության հեղինակությունը ինչ որ կերպ փրկելու համար զոհաբերեց Սիրադեղյանին։ Տարիներ անց Սիրադեղյանը մեկնաբանում է իրավիճակը։ Համոզված եմ, որ ես եւս 2 տարի անելիք ունեմ ներքին գործերի նախարարությունում, բայց նախագահը ասաց, որ ժամանակն է տեղափոխվել, նույնիսկ գնալ ես 6 ամիս հետաձգեցի իմ դուրս գալը, բայց գնալուց առաջ ես Տեր-Պետրոսյանն ասացի, որ երկիրը մնում է միահեծան բանակի իշխանության տակ, եթե ես դուրս եմ գալու ներքին գործերի նախարարությունից։ Դրա մասին մտածի, շատ վտանգավոր քայլ ես անում։ Տեր-Պետրոսյանն այս քայլով ոչ միայն փորձում էր ազատվել Սիրադեղյանի արդեն ձևավորված բացասական վարկանիշից, այլև ներքին գործերի նախարարություն ու ազգային անվտանգության ծառայությունը միավորելով ու հանձնելով Սերժ Սարգսյանին, ձգտում էր բալանսավորել Վազգեն Սարգսյանի եւ բանակի ազդեցությունը։ Ներքին գործերի նախարարությունից իմ դուրս գալուց սկսվեց այդ դիսբալանսը, որի հետևանքով 98 թվականին նախագահը գնաց։ Շատ ավելի ուշ իմացա, որ ոչ միայն ես տեղափոխվեցի, այսինքն ոչ միայն դիսբալանսը իմ գնալով էր խախտում, այլև նախագահը հրանգել էր Սերժ Սարգսյանին, որ գնա եւ ջարդի ներքին գործերի նախարարությունը։ Այսինքն երկրում երկու կառույցեր փաստորեն լիարժեք ձևավորված, մեկը բանակն էր, մեկը ներքին գործերի նախարարությունը։ Ոչ միայն դիսբալանսը եղածով պահպանելու մասին չմտածեցին, այլև փաստորեն հանձնարարությունը գնացել էր, որ այդ եղած կառույցը կազմավորված լուրջ կառույցը, որ ջարդեն։ Դրա հետևանքը այս է, ես չեմ ասում, թե իշխանությունից դուրս գալը ինքնին կատաստրոֆա է, ոչ կատաստրոֆան հետո է լինելու։ Սիրադեղյանի համար ամենազոր ներքին գործերի նախարարի պաշտոնից հետո Երևանի քաղաքապետի պաշտոնին գնալը կարելի է աքսոր համարել։ Սիրադեղյանն էլ էր դա որպես աքսոր ընկալում եւ խոսում էր քաղաքում իրեն զբաղմունք գտնելու մասին։ Բայց իշխանությունն արդեն ներելիտային ճգնաժամի մեջ էր։ Բագրատյանի կառավարությունը արդեն չկար։ Նոր վարչապետ Արմեն Սարգսյանը 6 ամիս մնաց։ Իշխանության մեջ ճգնաժամը խորանում էր մինչև այն պահը, երբ 97 թվականին Արցախից Հայաստան եկավ եւ վարչապետ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը։